Ըստ քեզ, ով է երեխայի խնամքի մեջ ավելի կարևոր՝ մայրը թե հայրը։ Հետաքրքիր հարց է։ Իսկ դու ինչ ես մտածում։ Իմ կարծիքով ավելի կարևոր է մորդերը, քանի որ նա է երեխայի կողքին ամեն օր հոգ տանում, կերակրում, սովորեցնում։ Հայրն էլ իհարկե կարևոր է, բայց նա պետք է հիմնականում աշխատի, որպեսզի ընտանիքն ապահովի ֆինանսապես ու երբեմն օգնի մայրիկին երեխային խնամելիս։ Չէ, Լիս, համաձայն չեմ։ Ինչի պետք է հայրը օգնի։ Հոգյուր չի։ Իր սեփական երեխան է, իր սեփական ընտանիքն է ու ի վերջո իր սեփական պատասխանատվությունն է։ Դե գուցե աշխատանքի բաժանումն է ճիշտ։ Բաներ կան մայրանի, որոշ բաներ հայրը։ Ասենք մայրը տան կենցաղով զբաղվի, երեխայով, իսկ հայրը ֆինանսապես ապահովի ընտանիքը, գա աշխատանքից, որոշ ժամանակ անցկացնի երեխայի հետ։ Բայց ինչի է սրա գնահատում հայրերին։ Օրինակ, ես շատ հայրիկներ գիտեմ, որ ընտանիքի մոր հետ կիսում են կենցաղային բեռը, օգնում են երեխայի խնամքում, բայց համել շատ մայրիկներ գիտեմ, որ հավասարապես կիսում են ֆինանսական բեռը։ Այսինքն, եթե երկուսով երկու ոլորտներում էլ հավասար աշխատեն, ավելի շատ ժամանակ կանցկացնեն երկուսով, իրար հետ ավելի շատ կլինեն, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեն։ Ու ի վերջո, հոգսերը կիսելով ավելի մեծ հաջողություններ կանցնեն երկու ոլորտում էլ։ Ճիշտ ես, երկուսի դերն էլ նույնքան կարևոր է։ Երեխան պետք է զգա, որ եւ մայրը եւ հայրը հոգ են տանում իր մասին ամեն օր։ Հայրն էլ պետք է ակտիվ, հավասարապես մասնակցի, խնամի, խոսի, խաղա, կերակրի, հեքիաթ կարդա եւ որոշ ժամանակ անցկացնի երեխայի հետ։ Այո, հայրը չի օգնում, նա հավասարապես հոգ է տանում եւ ակտիվորեն մասնակցում է երեխայի կյանքին ու կենցաղին։